Թե պարզելու համար, որ ինչպես նշեց այս գործի ամբողջ տիրույթում ինչ փորձաքննություն, փորձաքննությունը ինչ նպատակի է ծառայել, ինչ է փորձել պարզել, այդ զենքերը ուսումնասիրելով, այդքան երկար տեքստերը ասելով սա է, նա է, այդ բոլորը կա արձանագրված թղթերում, դրա կարիքը կա, չկա փորձաքննություն անելու։ Երկրորդ բանը, շատ վտանգավոր բան է տեղի ունենում, ես 1 տարի է սրա մասին խոսում ենք։ Ինչպես մեղադրանքն է լղոզված, համընդհանուր դարձրած, այդպես էլ սպասվելի եզրակացությունը։ Անընդհատ ասում ենք մտնենք ապացույցների փուլ, ապացույցների ժամանակ կտեսնենք ինչ է լինելու։ Հիմա սա էլ ենք անցնելու, ասենք սպասենք եզրակացությունը ինչ է լինելու։ Մտել ենք ապացույցների փուլ, դուք հատիկ պարտավոր են ապացույցը։ Յուրաքանչյուրը ինչ կապ ունի այս գործի հետ։ Չի կարելի, մեզ մի մոլորեցրեք, խնդրում եմ, մի կարծեք, որ մոլորեցնում եք, հասուն մարդիկ ենք, մեծ մարդիկ ենք մենք, չի կարելի այսպես վարվել, մեղադրանքը լղոզված ներկայացվելը, ամբողջությամբ լղոզված, անհասկանալի ով ինչի համար է մեղադրվում, չկա, ոչ մի բան, նույնն եզրակացություն է, ինչ հասկացան, այս ապացույցները ասել պարոն Սարգսյան, ինչին է պետք, Ինչ էր պետք, մեղադրականի ժամանակ ասեցինք, փաստեք ինչը յուրաքանչյուրին է, հետո ասեցիք, հիմա եկել ենք ասում ենք, եկել մտել ենք ապացույցների փուլ, դե հիմա սա փաստեք, չէ, հիմա էլ եզրակացության ժամանականը, չի լինելու այդպես, հիմա ես կարծում եմ, որ հարց առաջին, ցույց տվեք, թե ինչպես են այս զենք զինամթերք կոչվածը ճակերտավոր առնչվում ամբողջ պրոցեսի հետ, որտեղ է նախատեսված դրանք օգտագործել եւ ովքեր օգտագործեն կամ ով, առաջին հարց, երկրորդ էս փորձաքննություն նշանակվածը ինչ պարզեց, որ դրանք զենք են, պարզեց, որ դրանք փամփուշտ են, անտուխ վառոդ են, այդպես է անում, չգիտեմ ինչ է, դա փաստեց, եւ երրորդը, ոչ, ինչպես մեղադրանքը դրվել է 1 տարի շարունակ, մենք չենք կարողանում ճեղքել այդ ահանքը ասել, որ չէ, այսպես լղոզված չի կարելի, այդպես էլ եզրակացության չպետք է գնան, եզրակացության պիտի հասնենք ապացույցները մաքրված կամ ավելացված տեսքով, ընդհանուր ոչ մի բան, իմ կարծիքը դա է, եւ ես պնդում եմ, որ հիմա իրենք պատասխան են դա։